Բարեկամներ, հարգանքներս, այսօր մենք բռնել ենք մի գեղեցիկ ճանապարհ, որը մեզ տանելու է ուղիղ Սարդարապատ գյուղ։ Գնալու ենք եզդի բարեկամների օջախ։ Այսօր Տիկին Խայլազի ծննդյան օրն է եւ նրա դուստերը Մարինեն մնացած երեխաների հետ միասին որոշել են գեղեցիկ անակնկալ կազմակերպել մայրիկի համար։ Մայրիկը ոչինչ չգիտի, տեղյակ չի, բայց մենք գնում ենք եւ մեծ սիրով ենք գնում։ Ճանապարհին էլ լսում ենք մեր եզդի բարեկամներից մեկի ստեղծագործությունը, որը ավաղ մեծ տարածում ու ճանաչում չունեցավ, բայց շատ քաղցր երգ է, դրա համար մենք լսում ենք նրա մոդիֆիկացված տարբերակը, ռեմիքս տարբերակը։ Մնում է կապերը գա, չգիտեմ ուր գնացին կապերը, չի միանում այդ երգը, որ լսենք լավ զգանք մեզ։ Մուտք են գործում արդեն Արմավիր քաղաք, հոկտեմբերյան քաղաք, ընկերներ եւ երգը միացավ։ Վայելենք ու շարունակեմ խոսակցությունը։ Այսքանը իմ սիրած ստեղծագործությունից, իսկ ով կուզենա գտնի այս ստեղծագործությունը իրեն դուր եկավ, այս անունը։ Թողեք եթամ, թողեք եթամ, ես իմ հողին ուրբան, լավ երգա։ Հիմա մենք այս գեղեցիկ չնաշխարհիկ կամրջի վրայով, սահուն աչուձախ անելով կգնանք կհասնենք Սարդարապատ գյուղ եւ կշնորհավորենք սիրված մայրիկի ծննդյան օրը։ Տանում ենք նրան իր տարիքին համապատասխան 69 վարդեր, սպիտակ ու բորդո։ Տանենք նվիրենք ընկերներ, ուրախանանա իր երեխաների սերը զգա, որովհետև շատ լավ ոսկի երեխաներ ունի, նրանք գտնվելով հեռվում միշտ էլ սիրում ու հարգում են մայրիկին եւ ոչ մի առիթ բաց չեն թողնում այդ սերը արտահայտելու։ Իսկ մենք բարեկամներ դրա ջատագովներն ենք, որն էր ախպեր, որն եմ ճիշտ ասում։ Մի խոսքով, այդ ճիշտ բառը ընկալեք։ Ուզում ենք, որ գնանք ու բոլորին ուրախացնենք ու ինչ հնարավորություն ունենք, ինչքանով կարողանում ենք, փորձում ենք ուրախացնել։ Եվ ձեռքի հետ էլ ուսումնասիրում ենք մեր Հայաստան աշխարհը, տեսնում ենք բազում նոր բաներ մեզ համար, բացահայտում ենք, դուք էլ մեզ հետ ման եք գալիս, տեսնում եք, տեսեք ձախից Մասիսն է մեր Արարատը, Սուրբ Լեռը։ Եթե դու գտնվում ես Արարատյան դաշտավայրում, շատ դժվար է չնկատելը, չես կարող չնկատել ու չհիանալ այս գեղեցկությամբ, անգամ եթե ամպերով է ծածկված, իսկ մնացած բոլոր մարզերից նույնպես երևում է, ուղղակի արդեն հեռվից է երևում եւ պետք է մի քիչ ավելի շատ լինի ուշադրությունդ, որ նկատես։ Բայց ամեն դեպքում նրա դիրքը այնպեսին է, որ Հայաստանի ցանկացած կետից կարող ես նկատել մեր Արարատը, մեր երկրորդ շանսը, մեր երկրորդ հնարավորությունը։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Արմավիր քաղաքում դեռ, բայց քիչ հետո կհասնենք Սարդարապատ եւ կկապնվենք ձեզ հետ իհարկե, կմիացնենք տեսախցիկը ու կշարունակենք մեր օրը։ Այսօր ականատես եղանք մի ոչ այդքան հաճելի իրավիճակի, երբ որ ծաղիկները շատ չափից շատ էժան էին։ Այդ այն ծաղիկներն են, որոնք հետ են եկել Ռուսաստան չեն գնացել եւ այնքան էժան էր, որ միանգամից ես մտածում եմ ոչ թե գնեմ, այլ մտածում եմ, բա ինչ անեն այդ ծաղիկ աճացնողները, ինչ կրակի մեջ ընկան։ Ու ոչ միայն ծաղիկ աճացնողները, այլ մնացած բոլոր մշակաբույսերով զբաղվող մեր հայրենակիցները, նրանց համար հիմա շատ բարդ իրավիճակ է, որովհետև չգիտեմ, այս հարցը ոնց կլուծվի, ամեն դեպքում ինձ համար մենակ հետաքրքիր է այդ մարդիկ ինչ կարան անեն, որ այս իրավիճակից դուրս գան, հանկարծ ջերմոց չփակեն, հանկարծ շատ բարդ իրավիճակի մեջ չընկնեն, որովհետև լուրջ մարտահրավեր էր դա, ոչ մեկ չէր պատկերացնում։ Հիմա սենց աղբերները, քուրերը, սենց հարցերի մեջ են, մենք էլ իրանց մասին մտածում ենք, հայտնում ենք մեր կարեկցանքը, որովհետև իրականում բարդ թեմաների մեջ։ Ես արդեն իմ աչ թարթիչը միացրել եմ, որ հետևից եկող մեքենաները կուրսիլն են, որ ես աչ եմ մտնելու, էլի։ Հասնում ենք աչին ու աչանեն գնանք Տիկին Խայլազին շնորհավորելու նրա հանդեպ եղած սերը ցույց տալու։ Որը էսա, բայց աչքիս մի հատ հետ ու առաջ թողա, որովհետև շատ սս բան մտա էլի, տեսեք ինչ գեղեցիկ թաղ են պատրաստել այստեղի ապրող մեր բարեկամները, ամեն անկյունում մի հատ բարդի են տնկել ու թաղի տեսքը փոխվել է ուղղակի, գեղեցկացել է, էլի։
Որից ինչ հետաքրքիր ծաղիկ էր կողով անցանք էլ հետ գալիս մտնայինք։ Շատ հետաքրքիր սիրուն ծաղիկ էր։ Կարամ զանգեմ էլ մեր քույրիկին, որ ինքը ցույց տա մեր ճանապարհը։ Հարմար է զանգեմ, որ տունը հաստատեք, որ նոր մտնենք ներս։ Այս թաղերում է մեծացել մեր Մարինեն իր քույրիկների, եղբայրների հետ։ Իր մանկությունն է այստեղ անցել, հետևաբար թութը ասել է Վարդան, հետ գալուց պետք է թալան անենք ախպերս։ Կարելի էր էլի կանգնել մի քիչ ուտել։ Այս ամա դեռ թթի ծառ վրան թութ չկար, հասելա կերել են արդեն։ Գիլասը, ելեք երթանք, Հայաստանի հողին Վուրոբան։ Արա հրաշքա է տեսել են, մարդիկ են արել, մարդկանց աշխատասիրությունն է սա։ Նկարել ես պահել, սիրուն ամեկը մյուսին առուները փոխում, սիրուն պատկեր է ստացվում, չէ՞։ Սա բան չմնաց, հասնում ենք։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Սարդարապատում, Սարդարապատ ենք ադրերում եւ եկել ենք Եզդի բարեկամների օջախ, ձիուկն է արոտ է անում, վեզին կապը գցած, հասանք Աշկիս Հոբելյարի օջախ, հա։ Աշկիս, գիտես, Վարդան, ասել ենք, որ դա։ Ձեր տուն են գալի, հա, լավ։ Աննը Խայլազ։ Ախպերս, հա։ Ես կտամ ուրիշը որն, վերցես գնպիկ։ Всё, գնացինք։ Խայլազ։ Եկեք Խայլազ, բարև ձեզ։ Ոնց եք եկել եք շնորհավորանքներ բերենք։ Ձեր ծնունդն է, հա, ձեր շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Դրություններ ենք բերել, մծապ չեք տալի։ Մծապեր տվեք սիրուն։ Ձեզ սիրուն անակնկալ ենք բերել հերուներից, ձեզ շատ սիրով մարդկանց կողմից, դուք շատ սիրված ու սուրբ էակ եք, ում կողմից կլինի։ Իմ աղջկա։ Հա։ Իմ աղջկա կողմից։ Դու սուրբ ես երկնքից իջած լույս։ Իրեկն էլ հերու են, դե ընդհանրապես Մարինեի գլխավորությամբ բոլոր երեխաների կողմից քեզ շատ են սիրում, առողջ լինես։ Աբրիկ։ Միշտ լավ լինես, որ քեզ տենան ու իրանց լավը զգան։ Շատ շնորհակալ եմ Այսօր քո 69-ամյակի առիթով բերել ենք 69 հատ վարդ։ Բորդո ու սպիտակ, լավ ու վատ օրերի պես էլի։ Դե մեր երազանք վայփչի, թող կատարվեն քո բոլոր երազանքները, դու շատ սիրված ու հարգված մայրիկ ես։ Իմացի։ Դե փչի։ Ծափեր կա։ Ապրեք, դե մեկը տեկեք տորթը վերցրեք, որ կամ ով կարա ծաղիկը նվիրի։ Էլան դու թորը տանի։ Թորը ասում անձի մի նկարի, հիմա ոնց անենք, չեն կարող անել։ Հա։ Անը արի գնա դու։ Արի, սիրուն կգրկես տատիկին, հա, անպայման։ Նվիրի, գրկի։ Մեր հոգու լույսը Ոսկիներ ենք բերել։ Մատ է ծրար ենք բերել, որ Վարդանը օրինակ թողել է ավտոյի մեջ, որովհետև հելան սաղդուս մտածինք շուտ գանք։ Բա ոնց է տրամադրություն, տասը որ լավ է, չէ, ուժեղ է, չէ։ Հա։ Զգում ես սերը քո երեխաների։ Հա, հələ տես ինչ է գերած։ Գերածա գնա երազանքների հետևից։ Հա։ Վերցրու գնա քո երազանքների հետև։ Միշտ լավ զգաս, ուժեղ լինես, որ քեզնով իրանք հպարտեն ու միշտ իրանք կողքից անպակաս։ Մինչև կգան կգրկեն, հա։ Աբրիկ։ Դե լավ լինեք, առողջ լինեք։ Չէ, մենք շատ շտապ հետ ենք գնում Երևան։ Ձեզ լավ օր, ես լավ էլ հով է, աստե ձեր մոտ։ Ելնում ես ընդ շոկ, աստե հով է։ Դե ձեզ լավ օր։ Ձեզ էլ ենք շնորհակալ, լավ եղեք, առողջ եղեք։ Դե ինչ բարեկամներ, եթերում էր անակնկալները, մնացածը կապի մեջ, լավ մնացեք, մենք էլ Սարդարապատից գնում ենք Երևան։